Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ը տեսակապի միջոցով կզրուցի Բուլղարիայի Վարնա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Տեր Արմեն, բարև ձեզ, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Բարև ձեզ, ինձ համար ուրախություն է։ Վստահ եմ հետևում եք որոշ եկեղեցականների եւ Հայաստանի իշխանությունների միջև տևական ժամանակ ընթացող այս առճակատմանը, ես կխնդրեմ ասեք ըստ ձեզ ինչից է սկսել այս ամենը։ Հիմա խոսքի մեջ ես ընդհանրապես որպես հոգևորական փորձում եմ մոդելալ ըստ Սուրբ Գիրքի ուսուցումներուն, թե Աստվածաշունչը մեզ ինչ է ասում։ Անկախ թե պետական իշխանությունը ինչ է եւ այդ իշխանության աթոռին ով է բացված, մենք որպես քրիստոնյաներ բardavor ենք հնազանդել մեր իշխանություններուն եւ նաեւ աղոթել մեր իշխանավորներու համար, սա հիմնական մեր առաքելությունն է որպես եկեղեցի։ Եվ նաև մենք պետք է նկատի ունենանք, որ մենք որպես ազգ եւ հայրենիք եւ որպես եկեղեցի մենք մեկ ամբողջություն ենք։ Այսինքն, եթե մեր ազգի մեջ այսօր կան տարբեր քաղաքապարախոսություններ, այսինքն մեկը այսինչ կուսակցության կպատկանի, մյուսը այսինչ կուսակցության կպատկանի, եկեղեցին բնավ եւ երբեք ինչ որ գոմնաբահություն պիտի չունենա, որովհետեւ մենք մեր ժողովրդի մեջ, մեր հոդի մեջ ունենք դարբեր քաղաքապարախոսական մարդոց, որոնք մեկը ասոր հաջելի գլսե կամ մույսը այդ մույս պունկտին։ Հիմա մենք որպես եկեղեցի մենք պետք է պահենք չեզոքությունը, բայց այսօր դժբախտաբար այսօրվա իրադարձությունները մենք կտեսնենք մանավանդ վերջին հեղափոխությունեն յետ 2018-ի մենք կտեսնենք, որ եկեղեցին ամբողջական սուր եկավ, ուրեմն պետականության եւ իշխանության թեմ դա ինչ որ հագա եկեղեցական է կամ հագա աստվածաշնչյան է։ Եվ շատ զարմանալի է, որ 2018-ին առաջ մենք կտեսնենք, որ շատ անարդարություններ եղած են Հայաստանի մեջ, առանց նշելու անուններ եւ այլն, բայց ոչ մեկ որ մենք չենք տեսած, որ եկեղեցին բարձրացնած լա այդ անարդարությունները։ Եվ անորոշ այսօր շատ զարմանալի է, որ եկեղեցին մեկ անգամ են գործկա իշխանության թեմ եւ պետության թեմ առանց նկատի ունենալու, որ դա անհնազանդություն է պետության թեմ։ Հիմա պիտի ասեք, որ այո, բայց եթե պետությունը անիրավ է կամ պետությունը անօրինական է, ինչպես կարող ենք հնազանդել, Սուրբ Գիրքը գսե, որ չկա ոչ մեկ իշխանություն, որ երկինքից դրված չլինի։ Այնպես որ ով է լինի օրվա իշխանը, մենք բardavor ենք հնազանդվել եւ աղոթել նրա համար, այլ ոչ թե քննադատել եւ նույնիսկ անիծել։ Մենք այսօր գտեսնենք մեր եկեղեցին նույնիսկ գանիձե իշխանությունները, այնինչ որ արդեն ուխտազանցություն է, որևէ մեկ հոգևորական, որ պետության թեմ է, գանիձե դա ուխտասրություն է։ Տեր Արմեն, վարչապետը նաև հայտարարեց, որ համակարգող խումբ է ուզում ստեղծել եւ բոլոր այն մարդիկ այնտեղ թվեց ինչ պայմաններով, ովքեր ցանկություն ունեն այդ հարցում աջակցելու, կարող են միանալ։ Դուք տեղեկություն ունեք, կան ինչ որ մարդիկ, նաև հոգևորականներ, որոնք պատրաստ են ներգրավվել այդ խմբում։ Օրինակի համար ես ասեմ, որ ես առաջիններից եմ, որ այդ խմբի մեջ եմ լինելու եւ թիմովնակիր գրել եմ այդ ուղղությամբ, անգամ եւս ասում եմ, որ մեզ համար որպես հոգևորականներ, որպես հավատացյալներ, մեզի համար շատ կարևոր է եկեղեցու ուղումը։ Այսօր մենք չենք կարող մեր աչքերը փակել եւ ամեն ինչ տեսնել վարտակույն։ Ոչ։ Այսօր մեր եկեղեցին առօրյական անկման մեջ է։ Եվ մենք կփորձենք մեր աչքերը փակել եւ ասել ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ հրաշալի է, ոչ, ամեն ինչ հրաշալի չէ։ Այսօր եթե մենք աշխարհի մագարտակով խոսենք հայ եկեղեցու փարոյական վիճակի մասին, փարոյական անկում կա, եւ ի վերջո մեկը պետք է բարձրացնել այս բոլորը, եւ այդ մեկը պետք է լար մեկը, որ իշխանություն ունի, որ կարողանա այդ ցայնը լսելի դարձնել։ Դուք ցեզի համար քաղաքնիկ չէ, որ մենք 2018-ին մեկ շարժումը սկսանք նոր Հայաստան, նոր Հայրապետ անունով, եւ այս միևնույն հարցերը բարձրացնեցին։ Տեսինք, որ կաթողիկոսի երեխաներ ունի, եպիսկոպոսները ուխտադրուժ են եւ այլն, բայց ցայն բարբարո հանաբադի։ Հիմա այսօր երբ որ գարկմը հոգևորականներ եպիսկոպոսներ գսեն, որ այո, բայց դա իրենց գործը չէ, դա եկեղեցու գործն է, եկեղեցու ներքին հարցն է,
Այո, բայց մենք 2018-ին որպես եկեղեցի 4 հոգևորականներով եւ հավատացյալ մեծ խումբով այս հարցերը բարձրացուցինք եւ ասինք, որ եկեղեցով բարենորոգում պետք է այս հարցերը լուծվին, պետք է պատասխաններ դրվին, եթե ուխտադրույթ հոգևորականներ եւ իսկովոսներ կան, որոնք իրենց կուսակրոնության ուխտը դրժած են, պետք է եկեղեցին դուրս դրվին, բայց դժբախտաբար ասեմ, որ հագարակ որ այն ժամանակ անպաստարեցին մեզ, որ մենք Նիկոլական ենք եւ սա Նիկոլի շարժումն է եւ այլն, բայց դա լրիվ հերյուրանք էր, որովհետեւ հետո մենք տեսանք, որ ընդհանրակը Նիկոլի օգնությամբ մեր շարժումը գացեցուցին եւ անհամար ծիրուցան եղավ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եպիսկոպոսած դասը միաբան է Գարեգին բին սատարելու հարցում, նշել է, որ կան եպիսկոպոսներ, որոնք չեն ուզում իշխանության հետ գնալ առճակատման, բայց նշել է, որ ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող մաս կազմել կաթողիկոսին գահանկեց անելու վարչապետի մտահղացած հանձնախմբին, կմիանան միայն Օխլոսից։ Ես կխնդրեմ նաև սա մեկնաբանեք։ Նայեք առաջին շերտին եթե ազատանամ, որ գսեն բոլոր եպիսկոպոսները միապան են, դա սուտ է, հերյուրանք է, որովհետև ես իմ փորձառությունից գիտեմ 2018-ին եւ որ մեր շարժումը սկսավ, նվազագույն 5-6 եպիսկոպոսներ մեզ միացան եւ պատրաստ էին եւ որ այդ շարժումը քիչ մահարաճ էր տամեզնա այդ եպիսկոպոսները Բիդի նաև մաս կազմեին այդ հեղափոխության, այսին եկեղեցվով բարեկարգման։ Եվ այսօր միևնույն վիճակն է։ Այսինքն, եթե այդ եպիսկոպոսները այսօր կաթողիկոսի կողքին են կամ միապան են, ինչու չեն բարձրացանել, ինչու փախուստ կուտան կամերաներ են, ինչու չեն խոսիր։ Դա հերյուրանք է։ Այսօր նաև եպիսկոպոսներու մեծամասնությունը, գրնամսել միապանության մեծամասնությունը դեմ է այս դիրով իրավիճակին, բայց չեն բարձրացանել։ Ինչու չեն բարձրացանել, որովհետև այնտեղ դասուն կա իրենց վիզին, որ հանգարց եթե բարձրացնեք, գարկալուց պիտի լինեք։ Հանգարց եթե բարձրացնեք, ծեր փախսերը դուրս պիտի եւ դժբախտաբար ասեմ, որ այս համագարկը, որուն ես ծանոթ եմ, այսին 30 տարի է ես կծառայեմ այս եկեղեցու մեջ, եւ բոլորի հետ շատ մոտի եմ, բոլոր եպիսկոպոսներուն միապաններուն հետ, բոլորը այդ վախ ունին եւ ասեմ, որ նաեւ մեծամասնությունը ինչ որ բաց թողում ունի, այսինքն արգումենտ ունին իրենց վրա, որ եթե խոսեք, մենք էլ այսինչ բանը կբացահայտենք եւ դժբախտաբար ասեմ, որ բոլոր հոգեվորականները մեկ մույսին նայելով հերթականությամբ եւ ի վերջո բոլորը իրենց հայրաբեդին նայելով այդ հայրաբեդի օրինակը գվերցնեն եւ ինքնա իրենք գաբրին իհարկանս բացառություններուն իրենք գաբրին միևնույն վիճակը անդեսելով իրենց առաքելությունը որպես հովիվն է բայց թե բոլորը միացած են դա սուտ է կոնե ես դասնյակներ գիտեմ որոնք դեմ են այս եղածին բայց ուղղակի չեն բարձրացնել ահի եւ սարսափի պատճառ այսին հիմա Ես 30 տարի է կբարձրացնեմ, եթե մեր YouTube-յան ալիքի հետևորդները գիտեն, որ կոնե ես 30 տարի է YouTube-ով ամեն օր կբարձրացնեմ այս եկեղեցու բարեկարգումը։ Հիմա ցեն եկեղեցին ներսիքին պետք է ինքզինք ուղղե։ Լավ եկեղեցին եթե գտնվեն եկեղեցականներ անզոր են ինչ որ բամանելու եւ այսօր Աստված ծոմեր ու ընտիրները ինձ սխալ չհասկնան Ես ոչ մեկու գողմնագիտ չեմ, ոչ ալ քաղաքականական ինչ-որ քաղաքապարախոսության գահարի, բայց Աստված այսօր հարմար առիթը կդավ, որբեսի խոսի վարչապետի միջոցով, ինչպես ժամանակին մենք կգարտանք Սուրբ Գրքի մեջ, որ Աստված իշու միջոցով նույնիսկ փոխոսեց փաղամի հետ։ Աստված օգտագործում է բոլոր մարդիկ, նույնիսկ եթե պետք լինի անասուններն է օգտագործում, որբեսի խոսի մարդոց հետ եւ սա այսօր բացահայտված ճշմարտություն եւ կզարմանամ որ այսին հոգեվորականները իհարկանս երեկվա երկու եպիսկոպոսներով որոնք բաներ են իրավաբաններու հետ ինչ որ հանդիպում ունին եւ այլն բոլոր հարցակցություններուն անդրադարձան բայց մեկ հարց կա որին չանդրադարձան գամփախցան անդրադարձան Գաթողիկոսը
երեխաներ, զավակներ ունի կամ ոչ, եպիսկոպոսները գուսագրոնության ուխտը դրժած են կամ ոչ, եւ բոլոր այդ կարևոր հանգամանքներուն չանտրած միայն գիսեն քաղաքականները իրավունք ունին եւ այդ քաղաքականն ալ, վարչապետն ալ, նախարարն ալ, պատգամավորն ալ, բոլորը այս եկեղեցու անդամներ են, ի վերջո եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ ամեն մեկ մարմնի անդամ իրավունք ունի, այլև բարդականություն եւ բարդավորություն ունի, երբ որ տեսնե որ եկեղեցին փարոյական անկման մեջ է, բարձրացայն է։ Հիմա գսեմ որ ինչու հիմա կբարձրացայինե վարչապետը, միևնույն հարցը բերելա, եթե 2018-ին բարձրացայիներ, միևնույն քննադատության պիտի արժանանար, եթե 2026-ին վերջ ընտրություններն վերջ բարձրացայիներ, ուրիշ տեսակ քննադատության պիտի արժանար, այնպես որ մեր գլուխները հողի մեջ չգողենք, որպեսզի ճշմարտությունները զամցնեն։ Այսօր ոչ թե միայն վարչապետը կամ կառավարությունը, այսօր կասեք աղբահավատին հարցուցեք Հայաստանի մեջ, որ ես այդ տեստը հրած եմ, փողոցներ անցնելով մարդկանց հարցրած եմ, նույնիսկ աղբահավատին հարցուցած եմ մեր հայրապետի մասին, դժգոհ է։ Եվ նաև Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունն է հայտարարություն տարածել, նշելով, որ ինչպես միշտ այս հանգրվանին եւս զորակցում է ամենայն հայոց կաթողիկոսությանը, մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն։ Ես նաև կխնդրեմ ասեք, որ անընդհատ փորձում են իշխանությանը մեղադրել, որ ժողովրդին հանում է եկեղեցու դեմ, սա արշավ է եկեղեցու դեմ։ Արդյոք դա այդպես է, թե խնդիրը որոշ հոգևորականների մեջ է, ոչ թե եկեղեցու։ Նայեցեք, եկեղեցու թեմ ոչ ոք չի կարող ոչ մի բան անել, որովհետև եկեղեցին անսասան է, եկեղեցին այդ հավատքի վեմն է, որուն այդ վեմը, այսինքն Քրիստոսն է։ Այսօր որ գսեն, որ եկեղեցու թեմ են ելը, եթե մեկ լինի, որ եկեղեցու թեմ այլև, ես առաջինը պիտի լինեմ, որ ելնեմ ուղիղ եղերով հայտարարեմ։ Բայց այսօր մենք կտեսնենք մեր կառավարության անդամները ես զարմացած եմ։ Ես իսկապես անգախ, գսեմ անգամ եւս, ես քաղաքական կողմնորոշում չունեմ, բայց անգախ ամեն ինչից այսօր մեր պատգամավորները կամ մեր կառավարության անդամները, որ խոսում են, պատրաստված են խոսում, որպես աստվածաբան են խոսում, հիմնավորված են խոսում, սուրբ գիրքով են խոսում, մեր եկեղեցու հայրերի օրենքներով են խոսում։ Ի դարբերություն մեր հոգևորականներին, որոնք երկու բառ են սովորել, որ սրանք հելել են եկեղեցու թեմ, եւ այլ ոչ ոք եկեղեցու թեմ չի հելել։ Ես լսել եմ բոլոր պաշտոնյաների, որոնք խոսում են, իրենք ասում են մենք անձի դեմ ենք, մենք այն մարդկանց դեմ գարդահայտվենք, որոնք իրենց ուխտը դրժել են, որոնք հայ եկեղեցին ավականել են, շատ հստակ է, թող չփորձեն ժողովրդին, այսինքն մեր ժողովուրդը այլևս այսօր ոչխար չէ։ Իրենք փորձում են, որ ժողովուրդը ոչխարի տեղ դնել եւ ինչ որ մի բան ասեն, ժողովուրդն էլ ասի ամեն։ Այսօր ժողովուրդը էլ ամեն ցես չի ասել։ Այդ մի քանիները, որոնք ծեր, չգիտեմ, ընտանիքներն են, ծեր ուսանողների ընտանիքներն են, որ եկան հայրապետին դիմավորեցին օտագանի մեջ, դրանք երբեք ժողովուրդը չեն կազմում, 400 հոգին տիվը չէ, 1000-ն էլ տիվ չէ։ Մենք պետք է ընդհանուրին լինենք։ Ինչ որ գվերապերի Արամ Գաթողիկոսի հայտարարության, ես անշուշտ գծավին, օրինակ համար ես փած նամակ հղած էի Արամ Գաթողիկոսին, որ պետք է ելե խոսի, որպեսզի բրգե եկեղեցին այս փարոյական անգումեն, եւ ի պատասխան իմ փած նամակից ելավ եւ իր զորակցությունը հայտնեց ներկա հայրապետին։ Այսինքն չգիտեմ ուղղակի մեղսակցություն է։ Գոնե ասեք, որ այս մարդը ուխտադրուչ չէ, այս մարդը երեխաներ չունի, մեր եպիսկոպոսները սուրբ են, այդ արտահայտությունը արեք, ոչ թե ասեք մենք մեր հայրապետի թե, լավ, եթե ծեր հայրապետի հետ եք, ուրեմն դուք համաձայն եք, եթե ծեր հայրապետը օրինազանց է գտնվել, սրբաբույս է գտնվել եւ երեխաներ ունի եւ այլն, ինչու եք պաշտպանում, գոնե լուր մնաք ավելի լավ է։ Ես հարգում եմ բոլոր այն հոգևորականները, բարձրաստիճան թե բարձ տասագարտի, որոնք լուր են այսօր, լուր են երկու պատճառով, ես ասեցի առաջին լուրությունը վախի պատճառով է, երկրորդ լուրությունը խայտարակության պատճառով է, մենք չենք ուզում մեր եկեղեցին խայտարակվի, բայց այլևս տանագը հասել է ոսկորին, այս եկեղեցին պիտի ուղղվի կամ ոչ,
այս համագարկը պիտի վերանա կամ ոչ, սուրբ մարդիկ, սուրբ դեղը պիտի նստեն եւ սրբությունները բահեն կամ ոչ, նույնպես ես հիասթափված եմ օրինակի համար Կոստանդնուպոլսո Բադրիարքի Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունն, որում նաև ես բաց նամակ հղած էի, որ ինքը որպես միակ մաքուր հոգևորական, որու վրա պիտ չկա, ինքը միջամտեր եւ փորձեր ինչ որ եզրեր գտնել այս եկեղեցին մաքրելու, բայց միևնույն մեր Սահակ Բադրիարքը, որում ես ամբողջական հարկանք ունիմ իր նկատմամբ եւ որը մեր քարոզիչ հոգևորականները մեկն է, որում բոլոր հայ ժողովուրդը գահարկե, ինձ մեծ կսյալ, ճշմարտությունը չհայտնեցին, չսին, ըսա որ պետք է հնազանդի, կաթողիկոսը կարելի չէ հրաժարեցնել եւ այլ, եւ այդ կարելի չէ, բայց այս ձևը կարելի է, այս իրավիճակը դուք գտնունի, դա պիտի կբերե յուրաքանչյուր հոգևորականի, սկսյալ ինձ մե։ Տեր Արմեն, ես տեղյակ եմ, որ Բուլղարիայում էլ ինչ-որ խնդիրներ են առաջացել այդ հոգևոր դասի հետ կապված, խնդրեմ մի քիչ մանրամասնեք ինչ խնդիրներ է առաջացել։ Բուլղարիայի թեմը սա ամենամեծ հարցն է եւ շատ մեծ ամոթ է հայ եկեղեցու աջակցի։ Տեսեք, Բուլղարիայի թեմը ամենահարուստ թեմերեն մեկն է։ Մենք այստեղ ունենք տասնյակ եկեղեցիներ, գալվածներ, այսինքն խոսքը միլիոններու մասին է։ Եվ այս ժողովուրդը իրենց ուժերով, իրենց լումաներով գառուցած են այս ամեն ինչը։ Եվ կաթողիկոսը վերջին 10 տարիներուն ինչ որ բան մահանեց, ինչ կսեն, օրենք մահանեց, որ աշխարհի բոլոր եկեղեցիները պետք է ըստորագրեն գարոնատրությունը, որ եթե այստեղ հայ չմնա, այս բոլորը գպատկանին մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Եվ այստեղ ժողովուրդը գսե, որ լավ ինչու պետք է պատկանի մայրաթորին, լավ ինչու գենտատրեք, որ այստեղ հայ պիտի չմնա։ Այստեղ օրինակի համար Վարնայի մեջ այստեղ որտեղ ես հովություն ունեմ, այստեղ 200 տարվա եկեղեցի է, 200 տարվա գալված է, մարդիկ այս ամեն ինչը բահած են 200 տարի։ Դուք ինչու գենտատրեք, որ այստեղ հայ պիտի չմնա, ընդհանրակը դուք պիտի ձեր առաքելությունը անեք, որ այստեղ հայերը ավելի շատնան։ Բայց այս գաղտնիությունը սպարտապար ոչ թե միայն Բուլղարիայի համար է, ամբողջ հայ եկեղեցու համար այս գաղտնիությունը հրազեն եւ ուր որ գալվածներ կան, այնտեղի թեմական խորհուրդները, ծխական խորհուրդները բարդավոր են ըստորագրել այս գաղտնիությունը, բայց մարդիկ կմերժեն, գսեն մենք ցեզի չենք տա։ Մենք սա մեր ժողովրդի լումաներով հավաքված է եւ պիտի մնա այս ժողովրդին։ Եվ այդ պատճառով 6 տարիներ շարունակ այստեղ հոգևորական չուղարկվեցավ եւ մենք պաշտոնական նամակ ունենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնեն դիվանաբեդ Արշակ Սրբազանի ըստորագրությամբ, որ մինչեւ այնադեմ, որ այլանությունը չստորագրեք, ինչ որ վերաբերի գալվածներուն, ցես հոգևորական պիտի չդրամատրվի, այլևս մի քրեք ցեր թիմումները մերժված են եւ 6 տարվա ընթացքին 19 թիմում կատարված է Մայրաթորին սպասավոր ուղարկելու համար եւ այս բոլոր թիմումները մերժված են մեկ պատճառով իրենք իրենց աչքը դրած են այս գալվածներու վրա եւ այս գալվածները գուզեն խլել համայնքի ցերկեն։ Այսինքն կարգ չի կատարվում այդ եկեղեցիներում քահանաներ չկան։ Չէ, չկան, նայած այստեղ 6 տարի քահանա չկա եւ երբ որ ինձ թիմեցին, ուրեմն իմանալով որ հավանաբար ես միակն եմ որ դեռնամ երթալ այս ըմբոստության, այս անարտարության թեմ, ուրեմն ես էլ պաշտոնապես այնտեղ հրաժարական թիմեցի իմ նախկին համայնքներս Գերմանիա, Բելգիա եւ Հոլանդիա եւ Լյուքսեմբուրգ, իմ հրաժարականը ընդունվեց եւ հետո երբ որ իմացան որ ես այստեղ եկա, արդեն հեղափոխությունը իրենց կողմից սկսավ այստեղի համայնքի դեմ եւ նույնիսկ ասեմ ցեզի որ ասոնց անամոթությունը սահման չունի, նույնիսկ այստեղի համայնքայինները, համայնքաբետները, վարչության անդամները ներառյալ ինձ հանձնեցին բեդության, այսինքն բեդությունը կանչեց եւ սկսավ մեզ հարցակնել, որ ինչ է որ դերի գունենա, որ ծեր առաջնորդը ծեր հարցը հղած է Բեդական ադյաններուն, այսինքն երբ որ ուզեք
գտնունեք pedagogan ադյաններու որոշումները եւ որ չեք ուզեր չեք ընդունիր Պարտասու այդ բոլորի մեջից դուրս ելանք որովհետեւ այդտեղ ամեն ինչ հստակ է նույնիսկ այդտեղի բեդությունը գիտե թե ինչ տեղի ունենա հայ համայնքի մեջ եւ մենք հայտարարվեցանք որովհետեւ այդտեղի առաջնորդը ոչ միայն ոստիկանության հանձնեց այլ նաեւ բոլոր թերթերու մեջ տելևիզիաներու մեջ հայտարարեցին որ այս համանքը անհնազանդ է եւ այս հարցը միջև այսօր կշարունակվի եւ տեսնենք թե ուր պիտի ասի բայց կարծեմ թե այլևս այսօր լեզուները գդրվեցան այսօր դժվար համարցակին անգամ եւս այս բայկարի մեջ հարաճ երտան ժողովրդի դեմ եւ իրենց գալվածները իրենց ցերկեն խրել գիտեք ինչ է մենք մեկ հարց ունենք հայ եկեղեցին միայն մեկ հարց ունի մենք հազարավոր հարցեր ունենք եւ եթե այդ բոլոր հարցերուն մենք պիտի անդրադառնանք եթե ես պիտի անդրադառնամ Բելգիայի մեջ ինչ տեղի ունենում Հոլանդիայի մեջ Լյուքսեմբուրգի մեջ Գերմանիայի հայտարարակ վիճակ է ի վերջո սա պետք է թատրի կամ ոչ եկեղեցին իր բարոյականությունը պիտի գանքնի կամ ոչ բայց ամենամեծ մեր մեծ հարցը այն է որ մեր ժողովուրդը շատ ավանդաբար ժողովուրդ է Ես 2018-ից եւ որ ցույցերի ելանք մարդկանց հետ էինք խոսում, ասում էինք բայց ծեր կաթողիկոսը երեխաներ ունի, պետք է ըմպոստանալ, ասում են ինչի, ինչ ինքը դղամարդ չի, իրավունք չունի երեխաներու, սիրելիս, իրավունք ունի որպես մարդ աշխարհական թող գնա ուզենա 1000 գին թող ունենա, 1000 երեխա թող ունենա, բայց այն օրը եւ որ ինքը երթվեց, որ գուսագրոն պիտի ապրի Ուրեմն գուսագրոն պիտի ապրի եւ եթե ինքը կամ որևէ մեկ հոգեվորական խախտե այդ ուխտը ուրեմն պետք է եկեղեցուց դուրս տրվի վերջագետ նորդով սա սագարգելի չէ հայ եկեղեցու կանոնակությունը սագարգելի չէ հստակ դասնյակ հոդվածներ կան հայ եկեղեցու կանոնակության մեջ եթե գուսագրոնը իր ուխտը տրժե Եվ ամուսնական գաբ ունենա կամ սերային գաբ ունենա ամիջապես եկեղեցուց դուրս պետք է վդարվի եւ ավելին նույնիսկ որոշ հոդվածներ ասում են որ անիծվի բայց այսօր ցայն բանաբադի ժողովրդի համար նորմալ է որովհետեւ հայրապետի շուրջը այդ մարդիկ որոնք գոչված են սրբությունները բայելու նրանց համար էլ նորմալ դարձած է Ընկերուհի ունենալ, չգիտեմ, նույնիսկ ընկեր ունենալ, միասերական լալ, մանկաբարձությամբ զբաղվի, անարդարությամբ, այս բոլորը նորմալ դարձած է ժողովուրդ։ Սա մենք պիտի հանդուրժենք, եթե ի վերջո կանք մի տեղ որ տեսնենք որ ժողովուրդը այս բոլորը սիրով հանդուրժում է, ես պատրաստ եմ այն ժամանակ իմ խաչը, իմ շորերը հանեմ եւ հրաժարիմ էս եկեղեցուց։ Բայց ի վերջո սա ավաղ է մեզ հանձնել։ Ներկայումս Բուլղարիայում քանի հայկական եկեղեցի կա։ Այսին այստեղ Բուլղարիայում ունենք մոտավորապես 1, 2, 4, 5, մոտավորապես 10 եկեղեցիներ ունենք։ Որոնցում ոչ մեկում քահանաներ չկան։ Ոչ, այստեղ միայն մեկ քահանա կա, որը բանի մեջ է, Պլովդիվ քաղաքի մեջ է, որը կաթողիկոսի կողմից նշանակված է, ըստ երևույթին կաթողիկոսը շատ գոհ է իրանից, որովհետև շատ լավ գործ է անում։ Մի հատ էլ դեռ ուրիշ քահանա կա, որ ըստ երևույթին էլի կաթողիկոսի մարդն է, որովհետև այս քահանան weekend-ներին ռոք է նվագում, գիրագի օրը բադարակ է անում, եւ ես դա բարձրացնեցի բազմիցս դեսանյութներով, պաստերով եւ անբաժանություն Եվ մի հատ էլ մի քահանա ունենք, որ շատ ձեր քահանա է, Սոֆիայում, որ ծառայում է։ Այդքան ուրիշ հոգևորական մենք ունենք։ Այդտեղ Բուլղարիայի թեմը նվազագույնը 20 հագանի, 20 նվազագույն, բայց այս ժողովրդին այս աստիճանի են հասցրել գամ գտնեք մեր կանոնադրությունը եւ գամ դուք հոգևորական չեք ունենալու եւ վերջ։ Եվ այդտեղ Վարնայի համայնքը այդ լավագույն համայնքներ են եղավ, որ մինչև վերջ պայքարեցավ իր ունեցածի համար, իր հավատքը չգործընծուց։ Եկեղեցին հագարակ որ հոգևորական չկա, եկեղեցին ամեն գիրագի բաց է։
բաց թողեցին։ Որպես հոգևոր հովիվ ձեր գործունեությունը Վառնայում որտեղ եք իրականացնում։ Սուրբ Սարգիս եկեղեցու մեջ Վառնայի եւ նաեւ մեզի միացած են Շումենի քաղաքը, այնտեղ նաեւ Սուրբ Աստվածին եկեղեցին կա, Դոբրիչ Մոնակի Սուրբ Հովանես Մգրդիչ եկեղեցին։ Ես այս երեք եկեղեցիներու հոգություն գնեմ, իմ սահմաններն էլ այդքան են, այսին այսքանից ավել եթե ուզեմ եմ անել, չեն գարա ուղղակի։ Հիմա բավարարված եմ եւ հիմա մենք քազնիկ բացահայտ եմ, մենք թիմել ենք ներքին գարկով արժանապատի հոգևորականների, որոնք գուզենան գալ եւ այստեղ Բուլղարիայի մեջ ծառայել, չհնազանդվելով ներկա եկեղեցական իշխանության։ Շնորհակալություն։ Խնդրեմ, շնորհակալություն ձեզ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Բուլղարիայի Վառնա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։